Գիտեք ինչ կա, այստեղ գնում է խորքային գործընթաց։ Եթե խորքային գործընթացը բացում ենք, բերում ենք հրապարակ, ինչ է կատարվում։ Քրեա օլիգարխիկ, գողապետական հատվածը սեփականատեր պատերազմ է հայտարարել պետականության եւ սաբոտաժը քաղաքականություն է վարում։ Սաբոտաժ է պետականության։ Ես առանձնապես ազգային ժողովի նիստեր իմ կյանքի ընթացքում շատ քիչ եմ նայել, իրենց գործն է առօրյա եւ խոսակցություն եւ այն շատ է լինում, բայց վերջի շրջանում հետաքրքրում է, որտեղ կենտրոնացել է, որ կարծես թե գործը այստեղ։ Ինչ է լինում։ Շատ պարզ է սեփականության տեր դարձած քրեական չեկիստական ոստիկանական կուսակցապետական այս հատվածը երկրի ազգային սեփականության ահռելի մասի տեր է դարել եւ իրեն է համարում։ Ես ենթադրում եմ դրանք ունեցել են նաեւ երաշխիքներ Մոսկվայի կողմից, որովհետև այսպես ասած, այս քրեական կապիտալիզմը, որ կա առաջացել այդ խորհրդային տարածքում, մերը չի, այդ զոնը նայողը քրեապետն է, Կրեմլը։ Երևի երաշխիք է, իսկ հայ ժողովուրդն էլ իր ամենահասուն եւ ոչ հասուն մասով Ռուսաստանի մասին պատկերացումներով միշտ ունեցել է բացարձակ գնահատական, որ ոչինչ եթե իրենք այդպես են ասում, այդպես էլ կլինի։ Բայց հիմա եկել է մի բան, երբ հեղափոխությունը պահանջներ դրեց։ Ճիշտ է, հեղափոխության առաջնորդը ամեն օր կրկնում էր երկու բան, որ այս հեղափոխությունը ուրեմն թավշյա հեղափոխություն է, այսինքն խորքը է, դասակարգային բախումներ, դասակարգային պայքար, սեփականության ունեզրկում եւ այլ նման բաներ չեն լինել եւ երկրորդը աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի, անընդհատ կրկնում էր, դա էլ Ռուսաստանին էր ուղղված, որ քո գրկից դուրս չեն գալու։ Ուրիշ բան չկա, բայց մեզ ձեզ հետ միասին բոլորիս կյանքը բերեց ուրիշ տեղ։ Ժողովուրդ հեղափոխություն այլ կերպ էր հասկացել, քան հասկացել էր հեղափոխության առաջնորդող խումբը։ Նրանք հեղափոխություն իրական են հասկացել, ինչպես նաև ես խաղաղ հեղափոխություն, բայց արմատական փոփոխություն։ Իսկ իրենք այդ թավիշը ծաղրել պետք չի։ Այդ հեղափոխության խաղաղ բնույթը եւ ոչ դասակարգային մասն են ուզում ցույց տալ, բայց ժողովուրդ շատ ավելի առաջ գնաց, կյանքը շարժվեց առաջ եւ այլն եւ նաեւ Ռուսաստանի փլուզումը երկու այս գդրվածքով հանգամանք առանձնացրեց այն պապան, որը երաշխիք էր տվել գողացեք, դեպպես եղել է 1920 թվականներին սովետական միությունում, երբ Բուխարինը հայտարարեց նեպի տարիներին հարստացեք, այստեղ ասել են գողացեք, հասկանում եք ոնց է, մի բառ մի կարգախոս, ուրեմն քանի որ թուլացավ ինքը այդ երաշխիքը պահել չի կարող, որովհետև իշխանափոխություն է եղել եւ իշխանության են եկել բոլորովին այլ մարդիկ աշխարհայացքով, ցկտումներով եւ այլն, էլի, իրենց մարդիկ չեն այսպես, իրենց մարդած ու ժողովրդի ճնշման տակ մեր աչքի առաջ այդ իշխանությունը ավելի դարձավ, ավելի ազգային, ավելի սկզբունքային եւ ավելի լրջացավ, հետո գումարեք նաեւ կորոնավիրուսը, պատերազմում մեր ջախջախվելը, այդ որ չեն ուզում այդ բառն ասել, բայց ծայրահեղ չէ, մենք ծանր պարտություն ենք կրել։ Այս բոլորը ռադիկալացրեց ուրեմն այդ process-ը, ինչու ռադիկալ արմատականացրեց, որտեղ ժողովուրդը ուզեց արդար Հայաստան տեսնել, որի մասին միշտ խոսվել է։ Փոքրուց դպրոց ենք գնացել սովորել ենք ֆրիկ, հիշեք ֆրիկին, Սայատնովա,
Եվ այսպես շարունակ մեր մշակույթի մեջ է Հարթարության, Սասունցի Դավիթ, սոցիալական հատվածով, եւ այսպես շարունակ։ Այսպեսի եւ իշխանությունը քանի որ խոսք էր տվել հեղափոխություն, հետո մուրճի պատմությունը մեջտեղ ընկավ, որ շարունակվելու է այդ ամենը եւ եղավ ծայրահեղություն, ասեմ ձեզ, որն է դա։ Պարզվեց, ասենք ինձ համար որպես մասնագետի միանգամից պարզ էր, որ հայերը հեղափոխություն հասկանում են ռուսական հեղափոխություն։ Ես շատ վատ է, որ մեր գիտակցության վրա որպես ազգի իշխում է ռուսական պատկերացումը։ Այսինքն հեղափոխություն արմատական հեղափոխություն, հեղափոխություն ջարդելով, փշրելով, բայց դա հնարավոր չէր եւ պետք չէր։ Այստեղ նյուանսներ կան։ Այս հարցը տեսակ եղավ եւ երկրորդը Ռուսաստանը իրեն տեղ չի կարողանում լինել, ինքը փլուզվում է, բայց մետաստազներ այստեղ պահեց։ Ուրեմն այս պայմաններում իշխանությունը չուներ մանեգավ որոնեց երև ինձ թվում է բախվեց մի հարցի չկարողացավ լուծել, որտեղ վերքը շատ էր խորը, այն օրինակ ինձ մոտ էլ որ ես ասել եմ իմ պատկերացումները մեր քայքայվածության, մեր ապականվածության եւ մեր բանակի այն ապազգային բարդակի մասին ես իհարկե իմացել ենք, տեսել ենք, մասնակցել ենք այդ պրոցեսների մեջ ենք եղել պլյուսով կամ մինուսով, բայց այս չափերը ինձ մոտ չի եղել։ Նաեւ վախկոտություն Ղարաբաղյան կլանի, որը Ալիևի քացու տակից հազիվ ճողոբրեց, որը այստեղ ուզում է վերեж լուծի, չգիտեմ ինչից ինչի համար եւ այսպես շարունակեմ էլի։ Ուրեմն այստեղ եւ հա իշխանությունը որոնեց ձևեր, դատարանները փորձեց փոխել, չստացվեց, պետք չի ասել չարեցին։ Ես վստահ եմ մի բանում դատողության ձևով Քոչարյան Ռոբերտին պիտի ձերբակալեին մարտի 1-ի համար եւ պատժեին, որը արեցին ինչ-ինչ ձևերով այդ հայտարարությունները եղան, պատիժը չեղավ։ Նստեց դուրս եկավ, այսինքն մաֆիայի պարագլուխը կամ մեկը պարագլուխներից ուրեմն չպատասխան չտվեց այն ձևով, ինչպես հասնում էր իրեն։ Ինչ ուզում է բացատրել, օրինակ ձեզ մի բան ասեմ։ Մինչև իմ համար անհասկանալի է այս հարցը, որը պատասխան չունի, իրենք էլ չեն ասում։ Ասենք ենթադրենք մարտի 1-ին եղել էր մի բան, որ ենթադրենք ժողովուրդը չափը անցել էր։ Ցուցարարը միշտ էլ կարող է անցնել չափը։ Հնարավոր չէր այդ ցույցերը ցրել, եթե նույնիսկ իշխանությունն վերցնում ենք արդար ենթադրենք։ Ինչու ջրցան մեքենաներով ցույցերը չցրեցին եւ գնդագարեցին։ Այդ նշանակում է ոճրագործը որոշել էր սարսափեցնել հայ ժողովրդին, որ երբեք ինքը մտածել է, որ մի օր կարող է իրենից պահանջ լինի, որ երբեք չհամարձակվի իր դեմ խոսի եւ խոսում է սա նաեւ այն մասին, որ սա օտարածին է Հայաստանի համար։ Սա մեր մշակույթը չի։ Դա ես Արցախայությունը հանում եմ միջից։ Դա KGB-ի թուրքական Ռոզդիվով կոնգուսի դաստիարակությունով մեկն է։ Մենք էլ ենք, ես էլ օրինակ ինքը որ նախ վարչապետ դառնում վանխակա հույս ունեինք։ Մի քանի ընկերներ կային, որ ասում ենք պատերազմ է տեսել եւ այլն եւ ինչ-որ շատերը, բայց պարզվեց որ այս մարդու նպատակը բացարձակ գողոբուդն է եւ խունդը առաջացնել ինչ-որ արեց եւ իշխանությունը փոխանցել իր թերմացկին։ Ուրիշ կերպ չէր լինի, որովհետեւ այսպես մի խոսքով հիմա ինչ է կատարում։ Հիմա ըստ էության եւ իշխանությունը որոնեց եւ հարցի լուծման, մասնագիր լուծման որոշակի ձև կտավ, վեթինգ չեղավ, այդ մնացած ինչ որ խոստացել է, եթե դուք նկատել եք, ես երբեք չեմ դատապարտել։ Գիտեք ինչու։ Ասեմ, դեմոկրատական տրանզիտ ապրող պետություններում մաֆիան այնքան է արմատակալած դնում, այդպես եղել է Արգենտինայում, մենք ինչ էլ է, Բրազիլիայում է եղել, Բոլիվիայում է եղել, Լատինական Ամերիկան գորիլաների պետություն են ասում, եւ շատ երկրներ։
որ շատ ավելի վատ բաներ են եղել եւ պատասխանները շատ ավելի, այսինքն դեմոկրատական տրանզիտ ապրող երկրները ունենում են շատ բարդություններ եւ կյանքն էլ անընդհատ նոր բարդություն է բերում, անընդհատ մեկը լուծում է թվում է մնաք մի խոսքով այստեղ եւ իշխանությունը գտավ մասնակի փոխհատուցման ձևը որ էս է ինչ որ ասեցիք էլի եւ գնաց դրան բայց պարզվեց որ դատարան չունի որ դատարանով որ դատախազությունով որ դատարաններ մասով ձեզ մի բան ասեմ ամեն մի հայ եթե մի քիչ ազնեմ շատ ազնվներ մասին չեմ ասում կհիշի որ Դեմիրճյանի կառավարման տարիներին բժշկական ինստիտուտ ընդունվել եւ իրավագիտության ֆակուլտետ ընդունվել աստղաբաշխական թիվ է եւ դա այսօր ազգային հերոս եւ ինչ ասես խոսում են մի անգամ էլ ինչ-որ մեկ իզիս նեղացել էր երբ բացադրել էի ես էլ ասեցի այդ տղա ջան այդ տղային համար ասեք որ մեր համար Հայաստանը ինձ համար գործընթացները շատ ավելի հետաքրքիր են քան դուք հերոսներ չլինել այդ բաները չէ հիշում եք տասնյակ հազարավոր ռուբլիներ էին իսկ այն ժամանակ սովետական ռուբլին գին ուներ Հիմա ինչ եք ուզում այդ իրավագիտության ֆակուլտետ, որը ընդունվել է ենթադրենք, նու առանց մասնագի դեպքերը չասենք, որ միշտ էլ լավ սովորող կա, մի 2-3 հոգի թեկուզ եւ այլն, բայց հիմնական զանգված եթե $100,000 է ծախսում, ռուբլի է ծախսում, որ գա ձեզ համար արդարադատություն բանանի, ցանկացած գիշինչ կոնկուրսեր բժշկականում եւ ինչ օրինակ բաներ կոնկուրսեր իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու ժամանակ միշտեր օրինակ ինձ համար պոլիտեխնիկի այն ժամանակվա հիմա բանը ճարտարագիտության ֆակուլտետ մասնագիտություններ կան որ 40,000 ավելի գլխ բարձր արժեք ունեն քան թե իրավագետ լինելը քրեական քաղաքացիական հարցերով զբաղվելու համար Բայց այնտեղ նետապոր ռուսերեն ասած դինում էր, մարդիկ չէին գնում սովորել։ Այս բոլորը խոսում է անցյալի բանի մասին, որ հիմա ես չեմ երկարացնում, ուղղակի գալիս է տասնամյակներով, թվում է թե այդպես չի։ Այսինքն այդ մի խոսքով նոր իշխանությունը բախվեց ոչ միայն եղած իրավիճակին, այլ բախվեց սովետական շրջանից Դեմիրճյանի հենց Դեմիրճյանի կառավարման տարիներից կարգավորվող կաշառակերության հետ, որի անունն այսօր կոռուպցիա է։ Հիշեք Գյումրիի Երշիկի գործարանի բաները, գները, ինչպես էին օրինական ձևով չագերտավոր Երշիկը դուրս բերում, հիշեք մսի կոմբինատը, չէ, հիշեք կարամելը եւ այլն, որտեղ Կողոպուտը Դեմիրճյանի ժամանակ թույլատրված էր, բանվորը պիտի ստանար, այսքան, հիմա գալիս հետո սեփականաշնորհում SSS մի խոսքով են դասը, որը ազգային հարստության սեփականատերն էր, պարզվեց, որ դաստիարակված չի, սրա գիտակցության մեջ այդ Երշիկի պալկեկը, ձողերը շատ ավելի արժեին, քան գենոցիդի վտանգը, որ կախված է մեր վրա, օրինակ Արցախահայությունը դրա վրա էլ քարի վրա նստեց։ Ինքը չհասկացավ, որ ինքը գենոցիդի տարած ժողովրդի մի հատված է եւ այդ գենոցիդը կարող է կրկնվել։ Իրենք սկսեցին բանակը կողոպտել, եթե Դեմիրճյանի ժամանակ կողոպտում էին իրավագիտության ֆակուլտետը, դա էլ է կողոպուտ։ Այնտեղ կողոպտեցին բանակը, այնտեղ ոչ թե առաջած, ինչպես որ այստեղի տգետ պրոֆեսորներն էին տոն տալիս, կաշառված բաները, դաչաները, հիշում եք դաչաները, այսօրվա դղյակներն են էլի, այնտեղ էլ ուրեմն գեներալների թաղամասը տգետ հաստամարմին, հաստավից ապուշ ռուսական կամքի կատարողներ, այսպես մի խոսքով չերկարացնեմ, Եվ Հայաստանը ունեցավ ժամանակին գողապետություն, որի մասին ես առաջին անգամ իշխանություն եմ 15 թվականին խոսեցի, որտեղ հասկայական գրականությունն էի ուսումնասիրել, ես ուզում էի հասկանալ, թե ներքին պրոցեսներն ինչերն այսպես չերկարացնեմ, այստեղ արդեն իրականում չերկարացնեմ, եւ ահա իշխանությունը որոնեց իր հնարավորության շրջանակներում իր ուժի մեջ Հիշեք, որ Մոսկվան դավում է,
Ադրբեջանը սահմանները չի ճանաչում, զորք է խաղացնում, բայց գլխավորը Մոսկվան կռվել է դավատիր այս բանդաներին պաշտպանում է։ Եվ այսպես մի խոսքով նա գտավ այն ձև, որ քաղաքակիրթ էր, որոշ մաս կբերել, բայց այս մարդիկ պարզվում էր, որ գրամորներ այդ որոշ մասին հետ համաձայն չեն, որ ասում են ապօրինի գույքի, ինչի մնացած գույքը օրինական է, այդ մեկ ապօրինի է, հա։ Հետո վեն ինչ են, այդ նույն ծակ կոշիկով շալվարավորները, այդ ինչ ունեին, որ այսքանը օրինական է, այնքան անօրինականն է, այսինքն մասնակի լուծման գնաց եւ ասեմ, որ որոշակի իմաստով պիտի համարել հաջողություն մեր համար, դիմադրությունը տեսնելով ներքին, ես ենթադրում եմ Մոսկվայից ահռելի ճնշում գա այս բաների համար, որտեղ Մոսկվայի համար մահացու է գողական Հայաստան չունենալը։ Մենք տեսանք դա Գյումրիում, գողականը ինչպես ուրեմն սկսեց իր դրճիկ տալը, իր խելքի չափերով, բամը իրեն ինչ է պետք, էդ է պետք։ Հայաստանում գնում է դաժան գործընթաց սեփականության վերաբաժանման մի մասը պետությունը իրեն է տանում օրենքով, եղած օրենքով, անկատար օրենքներով, հակասական օրենքներով եւ սովետական ժառանգությունը չհաղթարած իրավական համակարգով։ Հիմա դուք պատկերացնում եք ինչքան փաստաբան, ինչքան դատավոր են հարստանում այս սեփականության ապօրինի օրինի այդ չափը որոշելուց։ Կասկածում եք Քոչարյանին սպասարկող ողմակները, ինչքան են հարստացել, ինչքան է վճարում։ Սա վճար չի, սա սեփականության վերաբաժանում է։ Եթե ես քո փաստաբանն եմ, դու $1 միլիարդ ես տարել, 100 միլիոն ինձ ես տալիս, եթե չես տալիս գնա նստի։ Պարզ է։ Սեփականության եւ այսպես դաժան ինչներ բնական է պիտի արտացոլվի ազգային ժողովում։ Ինչու՞ որովհետեւ խորհրդարանական հանրապետության հիմնական գործող մարմինը ուրեմն ազգային ժողովն է։ Եվ քանի որ ազգային ժողովն է այնտեղ խմորվում այդ ամեն ինչը, ուրեմն այնտեղ կարելի է սաբոտաժ անել։ Դուք տեսել եք այն ոսկե բարի շրջանից ազգային ժողովի ոչ մի նիստ չի եղել, որ ազգային ժողովի նիստ է։ Գոռում են, ճչում են, պարգում են եւ ուրեմն ամեն ինչ անում են։ Այն դաշնակցությունն էլ ազգային ազգագրական պայքարը ավանդական տեղափոխել է ուրեմն խորհրդարան բանի Քոչարյան Ռոբերտի այդ Կամարիլիայի շահերը պաշտպանելով ազատագրում է գողաթափությունից այս մարդկանց երևի իրեցել է հասնում առանց այդել ուրիշ կերպ չի։ Նա էս է ինչ որ տեղի ունենում, բայց գործընթացը գնում է եւ կգնա։ Հիմա ինձ ուրիշ բան է հետաքրքրում։ Ես դա չեմ կարող ասել, բայց եթե ես վարչապետ լինեի, դա հաստատ կանեի։ Հիմա մի շերտով գողաթափ կանեմ, ինչ որ անում է այդ ապօրինի, հաջորդը կնստեն քրեականով, որտեղ հաջորդ հարցը կա, երբ որ օրինական ձևով իրենց ունեցվածքը իբրև թե կհաստատվի, որ իրենցն է, հարց կա, որտեղից քեզ այդ ունեցվածքը, որ դու պետության այսքան վերադարձրիր։ Կասեն օրենքը, ես էլ կասեմ քո օրենքը, իմ օրենք չի, հասկանում եք, ինձ թվում է սրանց բնազդով կամ գիտեն կամ կռահել են կամ հասկանում են, չգիտեմ ինչ որ մի բան կա, որ հաջորդը քրեական մասն է գնալու։ Մի բան է հələ սեփականության մի մասից են զրկվում, մնացած մասը նաև կարող է նստեն եւ քրեական։ Օրինակ ես հետ չեմ կասկածում, որ եթե Պուտինյան ռեժիմը անկում ունեցավ եւ ես անպայման պիտի ունենա, ես ենթադրում Ռուսաստանում առաջիկա մի տարի, 2 տարի, չգիտեմ, հեղաշրջում հաստատ կլինի, ամբողջ Ռուսաստանի փլուզումը բարտելու են Պուտինի վրա, այսօր էլ ասում են ինք իր մասից բացի ոչ մի բանի մասի չի մտածում, արդեն պատրաստում են եւ Ռուսաստան չքվելու է այստեղից։ Ոչ ուժ ունի մնալու, ոչ կարողություն, բայց հələ կարողանում է։ Այդ ազդեցությունը գնաց բնականաբար մեր հարաբերությունները մեր բնական դաշնակիցների հետ պիտի ուժեղանան, քաղաքակրթական, Ամերիկա, Ֆրանսիա եւ այլն, եւ սրանք հաստատ կնստեն։ Քոչարյան մի մասը։ Սա ընդհանուր տենդենսն է, որ այնպես որ զարմանալ պետք չի եւ այսպես, նաեւ հետեւյալը կա, նաեւ վախը կա մեջները, որտեղ փորձեցին նույնիսկ իշխանության պետության
ծանր պարտությունից հետո իշխանություն չկարողացան փոխել շշմելու բան է աշխարհում սա եզակի դեպքն է ավելի շուտ ասեմ երկրորդ դեպքն է 1967 թվականին էլ Եգիպտոսի բանակը ծանրագույն պարտություն գրեց Նասերն էր նախագահը որը ինքը այստեղ մեր վարչապետը հրաժարական չտվեց այնտեղ Նասեր ուզեց փախնել հրաժարականի դիմում գրեց բան գեներալիտետը հավաքվեց ասեց կպատժենք այս վիճակում եթե փախնես եւ պահեցին նախագահ ինչու որտեւ Պարզեր որ այդ պահից հետո պետության փլուզում էր լինելու ինչպես որ ես բազմաթիվ անգամներ ասում եմ վարչապետի հանգարց մի բան Հայաստանում պետության փլուզում կլինի ոչ թե կկործանվեք ավելի վատ կլինի քան հնարավոր է պատկերացնել ցանկացած բան եւ այսպես ահա եւ իրենք սաբոտաժ մի դիմացից բանը ինչ է հիշում եք Թումանյանին ինչ ասում առաջը ջուր հետևը սուր հիմա սրանց հետևը ուրեմն Պուտինի սուրն է առաջը հաջողորդի կամքը ասում են պատժեք եւ իշխանությունը գտել է պուլակաթափ անելու այդ ձևը որին դրել աբորնի գույքի ուրեմն վերադարձի այդ հնարավորությունը ժողովուրդ եթե չանք ստանա ես կարծում եմ Քոչարյանն արդեն լացել բրծել է մի քանիսը նստելու են անպայման պատժվելու են եթե ինչպես որ դրամատրությունները մնում է դուք գիտեք որ մենք զրուցում ենք նաեւ որ Ես երևի 4-5 տարի է որ ամեն կիրակի գնում եմ մարզեր կամ էլ Երևանում ժողովրդի մեջ այսպես ասեմ եւ դա շատ հետաքրքիր բան է դա շատ ուրիշ է ես այն Հայաստանն եմ տեսնում ինչ որ Քոչարյանները խորշում են այդ Հայաստանից ինչը որ իշխանությունն էլ ինքը ընդհանրական է ինքը իշխանություն է եւ այդ Հայաստան ունի 3 մարդու հարց ասում է ինչու չեն պատժում Քոչարյանին, ինչու Սերժ Սարգսյանին չեն պատժում, դրա համար այն մի հատ լավ բառ կա ասում են, դե ասում են չի կարելի չեմ ասում, եւ Սերան Օհանյանին։ Երեքի անունը պատտվում է ինչու Նիկոլը չի պատժում եւ նույնիսկ ասեմ ես որ գիտեք ոնց է, երբ որ թվում է Նիկոլի շատ են դժգոհ վարչապետից, երբ որ դուք եք միանում ուզում եք Նիկոլին քննադատեք իրենց երակի մեջ մտնելու, իրենք շուռ են գալիս, Նիկոլին պաշտպանում են, այս կամ սա նշանակում է, որ սա իրենք դժգոհ են, որ այս երեքի հարցը պետք է լուծի։ Ես նույնիսկ ենթադրում եմ, եթե երեքի հարցը չլուծի, մեծ խնդիրներ կունենա ընտրությունների ժամանակ, եթե լուծի, ոչ մի խնդիր չունի։ Այսպես իհարկե տոկոսներ չեմ կարող ասել սրանք տենդենսներ են որոնք պիտի հաշվի առնել այնպես որ իսկ Մոսկվայի իշխանության թուլացումը միանշանակ դրան է դառնում հիմա երկու փաստ ասեմ որը ուրեմն կարող եք ստուգեք ես ինչ ասում եմ եթե ես ասում եմ Դեմիրճյանի ժամանակ պետության իսկական կողոպուտ էր կրթության համագարկում առողջապահության կարող եք հասկացեմ ասում վիրահատություն ինչքան արժեր ճիշտ է բժշկությունը Ձերի էր, դուք, սա, բաս ազգային հերոս ոնց կարող է, կողոպուտը ինչ ձևով ուզում է լինի, հիմա բաց իրեն թողենք հլը, հիմա, ուրեմն ես հիշում եմ 2016 թվականին գերմանական դեղ շվիկել ամսագրում, հունիսին շատ եմ գրել թիվը, ինչ-որ միտեղ գրել եմ, Կարագանովը Սերգեյ, որը այդ օրերին դա հայտնի քաղաքագետ է, սև կարդինալ, գորշ կարդինալ սև ասեցի, դեպքն է շատ սև, ուրեմն դա իսկական կագեբեշնիկ, մութ, անհասկանալի, քթի տակ խոսում, բայց գիտության մարդ է, միջազգայնագետ է ինչ զիբիլ էլի, չգիտեմ էլի, այսինքն մի խոսքով չեկիստ բարձրակարգ, բայց դասախոս, մասախոս է։ Դա դերշպիկել, որը Պուտինի անձնական հանձնարարությունների գծով այդ օրերին դեսպաներ, հիմա չգիտեմ այդ պաշտոնը պահում է թե գերմանական ամսագրի հարցազրույցի մեջ ինչ է ասում։ Գերմանացին հարցնում է, որ չեք վախենում, մեր այդ ձեր ինչ են ասում, մերձավոր բանը դաշնակիցները արտասահմանը բոգվի ձեզնից, դե եւ այս բաները չասում չենք վախենում։
ասում են, բայց Ռուսաստանը թույլ է այս վիճակը այն ժամանակ եւ իհարկե այսքան թույլ չէր, հիմա շատ է թույլ, ասում է ոնց եք անելու, ինչ եք անելու, ինտերվետ չասում, ոչ մանե չենք անում, մենք բոլոր այդ մեր ուզած պետությունների էլիտաներին փչացրել ենք, բռնաբարել ենք, թույլ ենք տվել կաշառք ուտեն, ինչքան կարող են, հրահրել ենք կոռուպցիան, Էդ է, ենթատեքստը կարդակ, էս է, այնպես որ խրել ենք մինչև վերջ, դրանք ասում են մեր դեմ ոնց կբայքարի, պետք է բայկարին այդ ժողովրդների դեմ, այսօր չեք տեսնում այս բոլորը, Հայաստանում կլասիկ ձևով է, ուրեմն, էդ էլ ասեմ, որ Խադարգովսկին դոսիե մի բան հրաբարակեց 20 թվականին իր դոսիե կոչվում իր կայքեջում, 20 թվականի սեպտեմբերի երևի 16-ին կամ 18-ին պատերազմից մի երկու օր առաջ այնտեղ գրել էր Հայաստանում ովքեր են Ռուսաստանի լրտես ռեզիդենտները, գեներալներ եւ այլն գրել էր որ չէր գրել որ պատերազմ է, բայց մենք եթե գլխի ունենք դա էր ասում մարդը Հայաստանը Ռուսաստան Հայաստան ոչ մի հարց չունենք, շպիոն ունի հայ իրենց ապարատում, իրենց բանակում, իրենց եւ այլն երբ ուզեն կփելուզեսնեն։ Իհարկե այդպես չեղավ Բայց ուրեմն այս գործընթացն է որ գնաց։ Հիմա շատ հետաքրքիր է թե ինձ համար տարօրինակ եղել մնացել է, քանի որ խոսել ենք ասեմ այս հարցով։ Ինչու Քոչարյանի հարցը ինչպես մեջտեղ ընկավ։ Ես այն ժամանակ չեմ ճանաչել հեղափոխության ոչ մի ղեկավարի, հետո եմ ճանաչել, որովհետև հեղափոխությունը իմ սրտով էր, ես իմ ընկերներով մասնագիտական սկզբից գործ արեցինք, հետո ոնց որ թե չկարողացանք եւ ճիշտ արեցինք, կողքը չկանգնեցինք, որտեղ այդուհանդերձ սանհոնո հինը չի, նրանք հավերժ անիծված նախկիներ են, ինչ ուզում է ասեն։ Չեկիստախառն գողապետական էլ ինչ որ տեսնում եք էլ։ Ինձ անհասկանալի էր թե ԳԿԲ-ի գնդապետը, որ Վանեցյան Արթուրն էր, ինչ կապուներ եւ ինչու հայտնվեց վարչապետի կողքին ապագա։ Ես թվում Մոսկվան տեղադրեց։ Եվ նա առաջինը ինչքան ես եմ հիշում Քոչարյանի մասին առաջին նա խոսեց ունեցվածքի եւ այլն։ Այսինքն հաջորդի ոտերին քար գցեց հեղափոխության։ Խնդիրը սարքեց շուռեկավ հեղափոխության դեմ հազար մի երթումներով։ Ահա ձեզ ԿԳԲ-ն ինչ է նշանակում, դրա համար ռուսական ԿԳԲ-ից հեռու մնացեք։ Այդ օրերին էր որ ես Այդ օրերին էր մի հատ հայտնի խոսք եմ ասել, այդ օրերին էր, որ ավելի լավ է հայ ԿԳԲ-շնիկը թուրքիշուն լինի, քան թե ԿԳԲ-շնիկ, որովհետև իր երկիրն ու պետությունը կործանում է։ Այդ ես այդ ԿԳԲ-շնիկների մասին եմ ասել, իհարկե հայ ԿԳԲ-շնիկներն այդքան ուղեղ չունեն, բայց խնդրը սարքեցին հիմա թող ամեն մի հայ, եթե ինքը քիչ շատ արժանինքներ տեսնում է իր մեջ եւ իր երկրի մեջ թող գնահատի այդ եղածը։ Վանեցյան Արթուրը սարքեց այս շիլաշփոթը, որովհետև այդ օրերի դրա կարիքը չկար, հետո կարելի էր անել, բայց հետ էլ աներ դու պատկերացրու հեղափոխությունը ինչ թափ կվերցներ։ Ինչ, ասեմ մի գրազեր կարող էր այդ օրը հանգած Քոչարյան Ռոբերտին ավտոյի տակ գցեր, լինում են, ոնց որ սասնածռեր են ծռած կռազ ինչ իմանաս, կռազ էլի։ Եվ այսպես սարքեցին պրոբլեմ, բայց իշխանությունը այս ծանրագույն վիճակում այս ձևը կտա որոշման հետ բերելու համար։ Հիմա տակտիկան փոխել են, դե ասում են ինչ-որ մենք ենք, դուք եք, դու այ աբուշներ ոնց կարող են։ Ձեր նման էլ չի լինելու, դուք ուրիշ եք, ընդհանրապես ուրիշ եք։ Դուք այս ժողովրդի հետ ողբերգության կազմակերպիչն ու ամեն ինչն եք, նաև անուղեղ եք, որովհետև դուք ռուսական հովանու տակ երկիր կողոպտածներ եք, այսքան բան։ Ես այն ժամանակ երկու բան էի ասում, որ հիմա էլ ճիշտ է, Լատինական Ամերիկայի երկրների փորձը նկատի ունեն, ընդ որում 2016 թվականին ես գիրք եմ գրել, վերափոխումներ վերաբերյալ, այնտեղ եմ գրել, ոչ այս ձևով, պրոցեսն եմ ներկայացրել։ Ես ասում եի, որ այն գլխավոր ոճրագործներին պատժեք, մի քանի հոգի, մի 5 հոգի, 6 հոգի, ովքեր վարչապետ, նախագահ, այսպես, որոնք երկրի պատասխանատուն, այս ապուշները հասկացել են, եթե նախագահ երկիր կորնե կեր ժողովուրդն էլ հեչ։ Սրանք պետք է պատժվեին, մնացածներին տնտեսական ամնիստիա պիտի հայտարարվեր, որ գործարար մարդ եք, արել եք,
մեծ հանցանքներ չեք կատարել, ձեր հանցանքը զուտ տնտեսական է, հարկեր չեք վճարել, բան հարկեր ոնց վճարեն, եթե հարկային ծառայություն չկար, բարձ է, չէ՞։ Դրանց պարտքերը վերցնում եք, պետության բյուջեն փոխհատուցում եւ մնացածը այդ կապիտալի արտահոս տեղի չունենում եւ գիրը չի աղքատանում, հակառակ ասում եք այսօրվանից մաքուր աշխատեք եւ եթե դուք հիշեք այդ առաջի կոչը, որ ազգային անվտանգության ծառայություն չկա, մարդիկ էին իրենց բողոքները տանում, գործարարներն այ որ մաքուր աշխատեն, ցուցակները վերցրին, ուրիշ բան չարեցին, ցուցակները վերցրին, ովքեր են բողոքավորները, իսկ մի քանիսը որ պիտի պատժվեն եւ պիտի պատժվեն քրեական իմաստով անկասկած, ովքեր պետության դեմ հանցանք են գործել, ոչ թե տնտեսական ուրեմն ես ձևակերպումն էլ ասեմ, տեղի ունեցել պետականության յուրացում։ Հիմա քրեական օրենսգիրքը չգիտեմ ինչպես է ձևակերպում, պետականության յուրացում պիտի դնել հոդվածը, որ դանակով կտրել բոլորին։ Մի 20 հոգի կգնա, բայց դրա 20 դար հետո հայ ժողովրդի մեջ այլևս վասակ չի ծնվի։ Եվ այս տապիտի լինի։ Եթե չլինի, այսպես կնալու է։ Հիմա սրանք ուրիշ խնդիրներ ունեն, իհարկե երևի տեսնում են վիճակն ինչպիսին է, կառավարությունը մինչև այդ իմ ասած ձևով չի գնում, այդպես օքեյ ամեն ինչ լավ է այդ իմաստով գղժան, մի հատ խուժան ազգային ժողով կգցեն, տեսնում եք ինչ են անում, անընդհատ վեճ են սարքում ազգային ժողով վերածվել է ուրեմն Թումանյանին շատ եմ հիշում միշտներ ժողովրդի բնավորության, այն կողքից պարահանդես հա անում են դա հիմա բայց դե չեն իմանում ազգային ժողովը կազմը որ փոխվի այդ նպաստավոր կլինի իրենց համար կարծում եմ ոչ եկողները խրելու են մինչև վերջ չէ եթե թվերն ապահովեն իրենց դեմքին են նայել որ անընդհատ ապացուցել Շուշին իրենք չեն հանձնել դա ով է հանձնել Բավի երկիրն է աղետին հասցրել, այսպես, բայց դրան, ուրեմն դրա համար ցայտնոտի մեջ են, բայց պետք է ինչ-որ մուծվեն։ Նաև ասեմ, ես հայ մեծարությունները քծիբ են, այ անասուններ կան, գողացել եկան, տվեք գնացեք։ Ասում են, որ ես չգիտեմ, մի մաս զրոյական վիճակով է դուրս եկել, այս ընդհանրենք դատախազությունը $1 միլիարդ է, մարդը վճարելու գնացել է, ցրվել է, հիմա աշխատում է իր համար, ամենալավ մարդիկ դրանք են, որովհետև այդ կապիտալը եւ այդ մարդիկ, ովքեր գործարարատկանիշներ ունեն, նրանք մեզ համար շատ են կարևոր, հասկանում եք ոնց է, օրինակ ասեմ, ուղղակի տավնաս, Ալեքսանյան, ինչ էր, Սամվել, ինչպես կարելի է նրան պետք է օրենքի մեջ դնել, դա տնտեսական հարաբերությունների գիգանտ է, աշխարհը մանեկեք, իշքան որտեղ սիթիների հայկական սիստեմի վես խամտների ցանց չկա, սպասարկում եւ այլն, այսինքն նրանց էլ այս կարգի գործարարներին օրենքի մեջ պետք է դնելու փակել, իրենք ինձ թվում է սիրով էլ կանեն, որտեղ իրեն ինչին է պետք պատգամ, ասենք X-ը, ինչի լինի, ինչին է պետք հակառակը, իսկ հիմա մարդիկ մեզ պետք են արդյունաբերություն ստեղծելու համար, դրա համար կապիտալը եւ գործարարմարդուն չեն փչացնում կներեք բառիս համար, իսկ ովքեր որ պետական իշխանությունն են, նրանց գնդակահարում են, այնպես ինչպես Հարավային Կորեայում, ես այդ որ ասեցի տնտեսական, վերցրել եմ Հարավային Կորեայի օրինակը, մի քանիսին գնդակահարեցին, Կորեայի զարգացման ճամփեն բացեց եւ այսօր հայ ժողովրդի 90%-ը կորեական մեքենաներով, iPhone-ներով եւ այն շարժվում է, Կորեան թռիչք ունեցավ։ Ես այդ փողը անընդհատ ասում եմ օգտագործեք չեբոլների օրինակը եւ այն բաց չեղավ, դե Մոսկվա կա այնտեղ ուրիշ է։ Նրանց բարեկամը ամերիկացին է, մեր բարեկամը այս թուրքից գեշ ռուսն է, էլի։ Հասկանում եք ոնց է, այ այսպեսի բաներ, այնպես որ բայց դե լավ է, ինչ-որ բան բերում են պետությանը եւ կարծում եմ երկրորդ էտապ կունենա։ Նայեցեք ընտրություններում բոլոր կուսակցություններն պատիժներից են խոսելու, որտեղ չեն անցնել։ Ուրեմն Քոչարյանը գնաց եւ մյուսները։ Բայց արժանի է դա։ Ուղղակի չպետք է վերածել կապիտալի արտահոսքի, ես տեսեք տարօրինակ եմ ասում, դուրել չի կա շատերին, այն սոցիալիստական, սովետական վերաբերմունքով բոլորին կուլակաթափանելը,
աղետ կլնի մեզ համար, երբ որ մեզ ներդրումներ բաներ են հետ կուղակի, այո, պարտքը վեճարում ես, այսօրվանից օրենքը չես խախտում։ Ես կարծում եմ, որ մեր ժողովրդի գործարար աշխարհի 90% ովքեր երկրում են ստեղծել իրենց աշխատանքով, իհարկե եղել են ատկատի մեջ են եղել, Սերժի ոնց կարող էին չտային եւ ինքը թողեր աշխատողին նարկոման կսարքեր։ Հասկանում եք ոնց է։ Ուրեմն այս հատվածին պետք է այդ հարցը այդ ձևով եւ ասեմ հայկական կապիտալը պիտի ձև գտներ նաեւ պաշտպանել։ Քոչարյանը քաղաքական է, մի խառնեք։ Նա պետությունն է կողոպտել, Սամվել աշխատել է, նա Սամվելին է կողոպտել։ Մեծամասնությունն է, այդքան վիճում եք, որ ինչ անեք, անդադ ասում են գող են, հա գող են։ Դրանք գիտեք հեքիաթաբանությունն ինչպիսին է, գողին որ ասում են գող է, գիտեն ինքը վատ է զգում, ինքը իրեն լավ է զգում, որ գող է։ Կանցակող են, գող չեն դրանք, իսկ պետական դավաճանություն են կատարել, պաշտոն են չարաշահել, չէ՞։ Հիմա այս կանցակողը ինքը շուստրի տղա է ինքը իր, որտեղ ինքը քաղաքական մարդ չի։ Մուչիլովկեքով դարձել է պրեզիդենտ, դարձել է չգիտեմ ինչ եւ այլն։ Այդ դրանք հիմա նրանց համար, որ ասես կանցակող գիտի դա պրոֆեսոր է։ Այսինքն ուզում եմ ասեմ, այս բանը իհարկե կարող են, հիմա էլ կարող են, բերեք արագորեն կփողեք ու տվեք։ Վաղում են անեն, թե ինչ։ Չեմ կարող, ասեցի, ես չեմ կարող ասեմ, ես նման հարցեր, եթե պատասխանը վերլուծական իմաստով չունեմ կամ տեղեկատվական բարձր չեմ կարող ունենալ, ես ու անձնական հետախուզություն չունեմ, ուրեմն երկիրը չունի իր հետախուզությունը, ուր մնաց ես ունենամ, կարգին էլի, մնացածը դա այդպես չի, երկրի ներքին տնտեսական եւ այլ զարգացման կոնյունկտուրան պետք է լավ իմանալ, հնարավոր է թե չէ, ինչ կլինի, ինչ չի լինի եւ անշուշտ այստեղ նաեւ այդ խմբերի միջև հարաբերություններ բաներ։ Եթե ես ասեմ պատասխանը կարող եմ, եթե երկու օրից դրամադրեն նյութերը, նայեմ 100%-ով կասեմ ինչ կարելի անել, ինչ չէ։ Նյութին չեմ տիրապետում, ներսի նյութին, որը չունեմ։ Դա ունի ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանության հասկան ստորաբաժանումներն ունեն, ֆինանսների, ֆիննախը ունի 100%-ով կունենա էլ ավելի շուտ եւ այսպես։ Ես այդ նյութերը չեն հրապարակում, թե չէ կարտան կիմանամ։ Դրա համար, ասենք իմ գնահատականները դիտարկման հետ կապ ունեն, որտեղ ես ուրիշ միջոց չունեմ, իսկ ես չեմ ուզում, ես երբեք չեմ խաբել մեր ժողովրդին։ Դրա համար ասում եմ չունեմ։ Հիմա մի դեպք ասեմ, նաև առիթ է, կիրակի օրը մեր ուրեմն ժողովրդի մոտ շատ ընդունված մի հաղորդում ունենք շրջայցն է, որ գուսակցական մեր էքսպեդիցիոն խմբով գործով գնում ենք մեր իմացածով, որտեղ ինչ կա, պրոբլեմներ ենք պաշտպանում եւ այլն։ Եվ քանի որ ուրեմն խնդիրը Անտրանիկ Զորավարի Նավուրի հատվածում մի շքեղ արձան կա, չգիտեմ մարդիկ, ինչ որ այդտեղ ես ելույթ է ուզում ունենա, ինչ որ բաներ բացատրեի, ճանապարհին մտանք Ջամբարակի շրջան, որ ասենք Գեղարքունիքի Վահան գյուղը, գիմանա Կարծվաշենի ճանապարհի վերջի գյուղն է, եւ գիտեք ինչ տեսա։ Ուրեմն գյուղը բավականին հաջողակ է, անասնապահական, ասին մարդ չի, հիմա ամեն շատ ինձ օրինակ հենց լինում եմ ասում եմ արտագաղթ եղել է, կա թե չկա, հիմա ոնց է այդ բանը բալանսը, ասին որ չէ նորմալ է, գյուղը անասնապահական է, կարողացել են աշխատում եւ իսկ այդ գյուղին ինչ է պետք, գյուղին պետք է դպրոց ունեն, լավ վատ, ասենք բուժք է ենթադրենք, մեզ սուրմանգապարտեզ չէ, ինչ գյուղին ինչ է պետք, բայց մեր գյուղերին խիստ անհրաժեշտ է մշակույթի տները, խիստ անհրաժեշտ է, որովհետև պիտի կոմպենսացվի, չէ, նյութական ապահովվածությունը մի բան է, կարող մարդ շատ լավ ապրի, բայց ռաբիզել լինի, այդպես էլ կա հիմա, գյուղերի համայնքների համար կարևոր են մշակույթի տները եւ ահա Վահան գյուղի մշակույթի տունը, Տուֆակերտ, Միհոյակերտ, դասական, իսկական հայկական ճարտարապետության համայնքային իմաստով կոթող է, 1957 թվականին է կառուցվել եւ այդ քայքայված, ջարդված երևում է
ավազակներ կան, բանդիտներ, երևի այդ գյուղը դե գիտեք, չէ, Վանոյից սկսվեցին, չէ, օբյեկտները այսպես օբյեկտ էին ասում, շենքին էլ, ասենք, երիտասարդական բալլադին օբյեկտ էին ասում, այդ օբյեկտները թողում էին անձրևի տակ, չէին վերանորոգում եւ այլն, քայքայվում էր արտակնաբես, հետո 1000 դրամով սեփական նշանորում էին, որ ասում են, որ դե դրանից է, այդ այնքան էլ մեջը սուտ բան չկա, որ 5000 դրամով են առել, որովհետև այդ շենքը փլվում էր, հետո աղաչում էին, ասում են, գիտես, ինչ կա արի տերեղի, եւ այլն, իրենք իրենց գործնանում են սև գործը։ Հիմա այդ ճարտարապետական այդ հրաշագեղ կոթողը, որ գյուղին խիստ անհրաժեշտ է որպես մշակույթի տուն, ուրեմն այդպեսի աղետալի վիճակում, բայց եթե շենքը տեսնեք, Facebook-յան մեջում հնարավորակել եմ քեֆներդ կգա, թե ինչպես է։ Եվ ես ենթադրում եմ ավազակախումբ կատակը, որովհետև Եզակի դեպք է, որ ինձ հատատայի ձևով որը մեկը բան է գրում, երկու հոգի գրել են, իհարկե ֆեյքեր են, մեկ ինչ Սոս Սիմոնյան, դե դեմք չունի անասունն, ինչ ասես, մեկն էլ ասենք, չեմ հիշում, գրել եմ Մաթևոսյաններ, ինչ էր բանով, դու էլի այդտեղ ես, այո, ես այդտեղ եմ և դուք չեք լինելու այդտեղ, եթե տղամարդ եք, դեմքով վանարեք, չեկիստեք, սողունեք, գովեք, ոչխարեք, ինչ եք, ուրեմն և մենք բացահայտելու ենք, այդ շենքը կառավարությանն էլ ես ներկայացնեմ, որպեսզի շատ շտապ արտահերթ վարչապետին, որ տեսնեմ, կասեմ վստահ եմ, որ այդ դպրոցների ծրագրի մեջ կմտցնեն դա, ուղղակի չի կարելի այդ շենքը այդպես թողել։ Դիտավորյալ փչացրած է եւ Վահան գյուղում, որ սահմանամերձ է, գիտեք էլի, որ խիստ անհրաժեշտ է եւ մեր մանուկների համար է պետք, նաեւ երիտասարդների համար է պետք։ Նաեւ ինքը շենքը հոյակերտ է։ Այդ հոյակերտը այդպիսի մի շենք էլ կա, իհարկե ոչ այդ մասշտաբով, Արտաշատի որ գյուղն էր, որ ես ժամանակին եթե տվեցի հիմա Թամանյանի կառուցած տուֆի, բայց նա աշխատող էր, ուղղակի պրոբլեմ ուներ, ոչ թե սա ավերակ է վերածած, ինչ որ անասուն արել է եւ անասունն էլ անասունավարի բաներ է գրում, իհարկե դրանց որ մենք չենք վզներից բռնելու ենք, դրանց ազգաններն էլ հանձնելու եմ ազգային անվտանգության ծառայություն, որոնք գտնեն, դրանք ովքեր են, կարող է հենց Քոչարյան Ռոբերտի քրոջ տեղն է հնարավոր է։ Օրինակ եմ ասում, որտեղ իրենցն է, այդ ամեն ինչ իրենք են իմացել այդ տեղերը, ուրիշին ով կտվեց, բայց այս բոլորը հետ այդ շենքը պետք է վերականգնվի, ափսոս է, անձրև եւ այն կփչանա ավելի եւ այն։ Դե սպասում են դեռ փչանա, դեռ սեփական նշանորեն տուֆը ծախեն էլ է, որ որոճան տուֆի վրա էլ երևի, չգիտեմ։ Մի խոսքով էսպես է, այնպես որ սպասենք հետագա զարգացումներին, բայց ազգային ժողովը արդեն դադարել է կարծես թե օրենսդիր մարմին լինելուց, իր ֆունկցիաները չկատարում, դե ոնց կատարի, եթե գիշեր-ցերեկ այդ վեճ բաններն է։ Այսօր Քոչարյան Ռոբերտի տեղն էր, երթվում էր, որ իրենք կույս են։